Շատերը գաղտնի են պահում այս բաղադրատոմսը, բայց ես եկել եմ ձեզ ասելու, թե ինչքան տարբերվող աղցան են սիրում ֆրանսիացիները։ Շատ են օգտագործում բանջարեղեն եւ անդիվով աղցանները առողջության համար շատ օգտակար են։ Իսկ ինչ է անդիվը, հիմա ես ձեզ ցույց կտամ։ Շատերը ճանաչում եք, էնդիվ են ասում հայերեն, ահա այս բույսն է եւ շատ համեղ է, ինքը թեթև դառնություն ունի, անհրաժեշտ է աղցանի համար ընկույզ, խնձոր, քացախ եւ ձիթապտղի յուղ, դե բնականաբար անդիվ։ Խնձորին յուրահատուկ համ է հաղորդում դարչինը։ Ցանկացած թխվածքի մեջ, եթե նույնիսկ օգտագործում եք խնձոր, անպայման ավելացրեք դարչին։ Եվ արդեն կտրատել եմ էնդիվը, քերել եմ խնձորը, ավելացրել եմ աղցանամանի մեջ։ Ավելացրել եմ նաև կտրատած ընկույզը, մի փոքր ռոկֆոր պանիր ըստ ճաշակի եւ սև պղպեղ էլի ըստ ճաշակի, աղ չենք ավելացնում։ Խառնելուց հետո ավելացնում ենք խնձորի քացախ, մոտավորապես 1 դեսերտի գդալ եւ 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, որը նախատեսված է աղցանների համար։ Մի լավ խառնում ենք, ահա, տեսեք, ինչքան հետաքրքիր գույն է, չէ՞։ Մի լավ խառնում ենք, համերը լավ խառնվում են եւ արդեն կարելի է ձևավորել նռան հատիկներով ըստ ճաշակի։ Եկավ մատուցման պահը եւ արդեն կարելի է համ տեսել։ Իդեպ նշեմ, որ խնձորի քացախը կոտրում է անդիվի դառնությունը, ինչպես նաև հենց խնձորն է կոտրում, որովհետև խնձորը քաղցրահամ է։ Ահա եւ վերջ։ Տեսեք ինչքան հեշտ, հրաշալի, գեղեցիկ, ախորժելի աղցան պատրաստեցի։ Ֆրանսիական յուրահատուկ աղցան, առողջարար, համեղ, պատրաստեք ինքներդ եւ կհամոզվեք։ Այսօրվա համար այս հրաշալի աղցանը ներկայացրեցի։ Խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, ավելի ակտիվացնելու նպատակով։ Շնորհակալ եմ։ Կարող եք գտնել տարբեր բաղադրատոմսեր աշխարհի բոլոր խոհանոցներից։